Տիկին Մինասյան, տևական ժամանակ է շարժման ձևաչափի մեջ գործող մեր ձևով արդեն գրանցել է կուսակցություն, ուժեղ Հայաստան է կոչվում կուսակցությունը եւ արդեն մամուլի խոսնակը հայտարարել է, որ շուտով իրենք հանդես կգան Հայաստանի զարգացման իրենց տեսլականով։ Կուսակցությունը գրանցվել է Տաշիր ընկերությունների հիմնադրամի հենց հասցեում Տերան 69 եւ այսպես շարունակ։ Ընդհանուր առմամբ մեր ձևով շարժման ստեղծման առաջին օրվանից քիչ են եղել հայտարարություններ, այդ թվում Նարեկ Կարապետյանն է շատ այդ մասին խոսել, որ իրենք գալիս են իբրև գլխավոր հակակշիռ քաղաքացիական պայմանագրի եւ մեծ հավակնություններ ունեն այդ առումով։ Նախ ձեր մեկնաբանությունը եւ հետո նաեւ ուժեղ Հայաստան այս կուսակցության հետ կապված, որովհետեւ գիտեք, ուժեղ առաջնորդից էին խոսում, հիմա արդեն ուժեղ Հայաստան կուսակցությունն է գալիս։ Նախ շնորհավորում եմ նրանց, վերջապես կուսակցություն կարողացան գրանցել, այն մասով, որ վերջապես կտեսնենք թափանցիկությունը գոնե, որտեղ մեր ձևով շարժման գործընթացներում անընդհատ ֆինանսների հսկայական ծավալի ծախսեր տեսնում հասարակությունը, բայց թափանցիկություն չկար եւ նրանց ոչ մեկ հաշվետվություն չէր տալիս, տեղեկացնում եմ նրանց, որ նրանք պարտավոր են արդեն հաշվետվություններ ներկայացնել իրենց ծախսերի վերաբերյալ եւ ունեն սահմանափակումներ կուսակցությունների նվիրատվությունների մասով, իրենց բյուջեի մասով։ Երկրորդ նկատառումս այս թեմայով նրանց անվանման վերաբերյալ է, որովհետև ես կարծում եմ ցավոք սրտի ձեր գումարները էլի վատնում եք անիմաստ տալով ինչ-որ քաղ տեխնոլոգների եւ PR-շիկների, որովհետև առնվազն ձեր անունը մեր ձևով է, դուք տենց ձևիստներ եք մնացել ու բան չի էլի, նորություն չեմ ասի, որ հասարակության մոտ գոնե այս մի քանի ամիսը ինչ-որ մի ձեր ֆինանսավորված լրատվամիջոցներով դարձել եք արդեն այդ անվանման փայտնի, հիմա փոխել եք ուժեղ Հայաստան, ուժեղ ղեկավար, ուժեղ ձեռք, դա այդ սովետական մտքերից մի քիչ կարելի էր վազն անցնել, եւ դա իրականում տեխնոլոգիա է, որը կիրառվել է հետսովետական շատ պետություններում, ուժեղ մարդ, ուժեղ առաջնորդ, ուժեղ պետությունը կապելով իրար, որովհետև ուժեղ պետությունը ուժեղ ինստիտուտների մասին է, ոչ թե ուժեղ առաջնորդի մասին է։ Ուժեղ պետությունը ինքնին իր կոմպետենտությամբ, ինտելեկտուալ արժեքներով, մարդկային կապիտալով եւ այդ ամենով է զարգանում, ոչ թե ինչ-որ ուժեղ ձեռքի միջոցով, որը նրանց գաղափարախոսությունն է եւ հերթական անգամ նորից սխալ թիրախ են ընտրել PR-շիկներն ու քաղաքական տեխնոլոգները, ինչ վերաբերվում է նրանց առաջընթացին, մաղթում եմ ձեր գումարները ուղղակի վատնեք թիրախային եւ նպատակային, որտեվ չնայած մեր տնտեսությունը հույս ունեմ այս ամիսների ընթացքում բավականին օգուտներ կստանա այդ ծախսերից, բայց արդյունքից դուք շատ դժգոհ եք լինելու ցավոք սրտի։ Տիկին Մինասյան, ասացիք, որ արդեն կուսակցության տրամաբանության մեջ իրենք պարտավոր են լինել թափանցիկ եւ թափանցիկություն են ապահովելու, բայց տեսեք, նաեւ գործում են շարժման տրամաբանության մեջ, նաեւ Սարգիս Կարապետյանը, Սամվել Կարապետյանի որդին հիմնադրամ է բացել եւ այնտեղ պարբերաբար փորձում են ներգրավել ուսանողներին, խոստանում են 1 տարվա վարձավճարը փոխհատուցել, շատ հետաքրքիր է, որ ընդամենը 1 տարվա վարձավճարի մասին է խոսք գնում, բայց այնուամենայնիվ ինչպես եք նաև վերահսկելու այդ շարժման տրամաբանության մեջ, հիմնադրամի տրամաբանության մեջ գործելու թափանցիկությունը, որովհետև հասկանալի է, որ ուղիղ կապ ունի արդեն կուսակցության հետ, որը պատրաստվում է մասնակցել ընտրություններին։ Այսինքն սա կարող է դիտարկվել այդ տրամաբանության մեջ ընտրակաշարք կամ ընտրողներին որևէ ձևով շահագրգռելու ինչ-որ ձև, ինչպես նաև այդ առումով քննարկումներ կան, չգիտեմ, որ օրենսդրական դաշտում փոփոխություններ արվեն եւ այս մարդիկ եւ այս շարժումները, հիմնադրամները նաև բերվեն օրենսդրության դաշտ։ Ֆինանսավորման մասով քննարկումներ եղել են, ճիշտ ասած չգիտեմ, եթե կուսակցությունների մասին օրենքն է, կարծեմ այնտեղ արգելք ունենք, սահմանափակում ունենք 6 ամիս շուտ փոփոխություններ անելու ընտրությունների կամ ընտրական օրենսգրքի վերաբերյալ, բայց կարծեմ այլ մեխանիզմներ կան, որոնք որ պետք է նոր օրենսդրական նախաձեռնություններով գանք, որպեսզի այդ նմանատիպ ոչ միայն մեր ձևով նախաձեռնությունն է կամ հիմնադրամն է, այլ նաև այս տարիների ընթացքում տեսել ենք այլ fake դիտորդական կազմակերպություններ, հիմնադրամներ, ՀԿ-ներ, նախաձեռնություններ ստեղծվել են եւ հիմնականում գումարների վատնումը նրանց մոտ կամ գումարների ծախսերի աճը նրանց մոտ նկատվում է ընտրությունների նախաշեմին, թե համայնքային, թե նաև համապետական։ Թափանցիկությունը շատ կարևոր է, որտեղ քաղաքացին պետք է իմանա, թե իր ձայնը որ ուժին է տալիս, որովհետև այդ ուժի
ձևավորման սաղմերը պետք չէ ընկնեն ֆինանսական ինչ-որ բուրգի տակ, այլ պետք է ընկնեն քաղաքացիների կամքի տակ։ Ինչ եմ ուզում ասել, որ մեկ բիզնեսմենի կողմից ղեկավարած քաղաքական ուժը ինքնին հետապնդելու է բիզնես շահեր։ Այս պարագայում ավելին ասեմ, ռուսաստանցի բիզնեսմենի քաղաքական շահերը, այդ նշանակում է, որ Ռուսաստանում գտնվող բիզնեսների շահերն է պաշտպանելու, ինքնին արդեն Ռուսաստանի տարբեր օղակների քաղաքական շահերը կարող է պաշտպանել ոչ թե Հայաստանի Հանրապետության։ Ես կարծում եմ, որ սրան շատ մեծ ուշադրություն պետք է դարձնի քաղաքացին տվյալ ուժի քաղաքական ֆինանսավորմանը։ Մեր ուժը օրինակ շատ թափանցիկ է։ Մենք ներկայացնում ենք հաշվետվություն ոչ միայն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, մենք անգամ մեր նախընտրական ցուցակի ձևավորման կարգը, որտեղ որ էլի նվիրատվությունների կարգ կար, մեր յուրաքանչյուր կուսակցական պարտավորվածություն ունի ամսական վճար անել, նվիրատվություն անել կուսակցությանը եւ դա ստեղծում է կուսակցության աշխատանքի անկաշառ լինելը եւ կա ոչ կախվածությունը այլ ուժերից, նաեւ բիզնեսից եւ քաղաքականություն բիզնես սերտաճումը այս պարագայում մեր ձևիցների տենց բանն է, առաջատար գաղափարախոսությունն է եւ նաեւ նրանք չգիտես ինչի որոշել են, որ պետությունը եւ քաղաքականություն որոշող մարմինները պետք է գործարաններ սարքեն, աշխատատեղեր ստեղծեն, այդ խոսնակն չէ, ասել ինչ որ զարգացման ծրագրեր պետք է ներկայացնեն, էլի խնդրում եմ այդ ձեր հետազոտությունները, որ անում եք, մի փոքր տեղեկացեք ընդհանրապես պետական ապարատը ինչպես է կազմված, որը ինչ ֆունկցիա ունի, որը ինչպես է աշխատելու։ Ինձ մեկ-մեկ թվում է, որ հեսա հայտարարելու են, բոլորը ապրելու եք չաղ եւ բախտավոր, որտեվ ուրիշ թես չկա, ասենք փոքր միջին բիզնեսը ազատվելու է հարկերից։ Չգիտեմ, ուսանողները լինելու են անվճար բուհերում են սովորելու։ Այս մեկը վարչապետը աշխատելու է մեկ դրամ, էլ ինչ կարակ առաջարկեք։ Մի հատ կարակ ինստիտուցիոնալ առաջարկ անեք, ոչ թե որ դուք եք լինելու այդ ուժը, այսինքն ձեր միլիոններով եք փորձում ղեկավարեք։ Վարչապետն էլ գումար աշխատավարձ չի ստանալու։ Բիզնես ունի, միլիոններ ունի, նրան աշխատավարձ պետք չէ, այլ պետություն ասա, այսինքն հաջորդ վարչապետները պետք է ունենան ինչ-որ աշխատավարձային ֆոնդ, մնացած բարեփոխումներն էլ որ առաջարկում եք, բյուջեին համապատասխան դրեք, այդ ծախսերը ներկայացրեք, ինչպես եք դա անելու։ Այդ հարցի պատասխանը տվեք, ոչ թե տենց լոզունգներով չաղ եւ բախտավոր ենք ապրելու եւ ամեն ինչ լավ է լինելու։ Այդ զարգացման ծրագրերն էլ մի քիչ մասնագետների հետ քննարկեք, հարգելի գործընկերներ։ Տիկին Մինասյան, ձեր այդ օբյեկտիվ դիտարկմանը, որ բիզնես շահեր կան Ռուսաստանի հետ կապված եւ Սամվել Կարապետյանը անձամբ ռուսաստանցի բիզնեսմեն է եւ չի կարող կապ չունենալ եւ այսպես կամ ազդեցություն չունենալ Ռուսաստանից, տեսեք, գալիս են հակակշռելու հետաքրքիր թեզ են գտել, մեր ձևով Հայաստան դաշինքը, խորհրդարանական ընդդիմությունը, հիմա ձեր ուժին փորձում են կապել Ադրբեջանի եւ կամ Թուրքիայի հետ, Լևոն Քոչարյանը օրերս աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասում էր, եթե ուզում եք դուք լինեք ձեր որոշումների տերը եւ ձեզ չղեկավարեն Թուրքիայից եւ կամ Ադրբեջանից, պիտի չընտրել քաղաքացիական պայմանագրին եւ պիտի գնաք ընտրեք մեզ։ Օրերս Ֆիդանի հայտարարությունը, որ գնահատում է Նիկոլ Փաշինյանի կառուցողական դերը տարածաշրջանային խաղաղության եւ ապաշրջափակման գործընթացում, այստեղ լրատվականները լրիվ այլ կոնտեքստով ներկայացրեցին, որ Ֆիդանը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում սատարում է Նիկոլ Փաշինյանին եւ մեծ է համարում նրա վերընտրվելու հնարավորությունը։ Այսինքն իրենք էլ այսպես հակակշռող թեզ են գտել, հիմա ձեր բոլոր գործողությունները փորձում են կապել Թուրքիայի եւ կամ Ադրբեջանի հետ։ Սա արդյոք մտահոգիչ չէ ձեզ համար եւ ինչ եք կարծում նույն նման հայտարարությունները, օրինակ Ֆիդանի հայտարարությունը, որը բառացի նման բան չէր ասվել, բայց այստեղ լրատվականների մեծ մասում դա արտացոլվեց, արդյոք մտահոգիչ չէ։ Ոչ մտահոգիչ չէ, որտեղ այդ թեզը այս վերջի 7 տարին իրենք ասում են նոր չի, այսինքն պատերազմից առաջ էլ, հետո էլ այդ թեզը փորձել են պիտակ սարքել ազգային պատկանելիությունը եւ կպցնել մեր ճակատին, վիրավորելով եւ դա հիմնականում մարդկանց վախերի վրա աշխատելու մեթոդ է, եւ մարդիկ, քանի որ ունեն օբյեկտիվ նաեւ ինչ որ չափով պատմական վախեր տվյալ երկու պետություններից, բնականաբար այդ երկու պետությունները պետք է շահարկեն։ Այստեղ թրիփի հետ, երբ որ զուգահեռներն են կանցկացնում Ֆիդանի ասած հայտարարությունը, որ ողջունել էր խաղաղության գործընթացը, կոմունիկացիաների ապաշրջափակումը եւ նաեւ այս կառավարությանը այդ կոնտեքստում, մեկ կարևոր համեմատական ուղղակի անցկացնենք ու հասկանանք Լևոն Քոչարյանը ինչքանով է ազնիվ է առումով։ Մենք Հայաստանում ներդրումային ընկերություն հիմնելու համար Ամերիկայի Միացյալ Նահանգների ներդրումով ունենք 26% փայաբաժին, 74%-ը ամերիկյան ներդրումն է լինելու, այսինքն ֆինանսական միջոցները Ամերիկայի
ընկերությունն է ներդնելու եւ այդ ճանապարհը կապում է Ադրբեջանը Նախիջևանի հետ։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի օրոք, Լևոն Քոչարյանի հայրիկի օրոք, երբ հսկայական ենթակառուցվածքներ գույք պարտքի դիմաց ուղղակի նվիրվում էին Ռուսաստանի Դաշնությանը, Հայաստանը 0% փայաբաժինում էր դրանում։ Այդքանով արդեն ամեն ինչ ասված է, ուզում եմ ասել։ Այստեղ ոչ մի հիմնավորում, ոչ մի բովանդակային խոսք չի կարող լինել, երբ շեշտեն, որ այս իշխանությունները կապված են Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, իսկ մյուս մասով ինքնիշխանության մասով գոնե Ռոբերտ Քոչյանը թող լռի։ Ռոբերտ Քոչյանի որդին առավել եւս մեր ինքնիշխանությունը ուղղակի մասնատել եւ նվիրվել է այլ պետության այս ընթացքում։ Եվ նաև Ռուսաստանից եկող հայտարարությունները, գիտեք, որ երբ պարոն Միրզոյան Ռուբիո հանդիպումը դեռևս նախանշվում էր եւ Միացյալ Նահանգներում տեղի ունեցավ արդեն թրիփի տեխնիկական բովանդակության արդեն հստակեցում եւ հրապարակվեց այդ տեքստը, տեսեք Ռուսաստանից նախ առաջին հերթին Սոլովյովի շուրթերով հայտարարություն եղավ, որ պետք է գնալ հատուկ գործողության Հայաստանում, ինչպես Ուկրաինայում արեցինք, հետո Զախարևան ասեց, դա պարզապես լրագրողի կարծիք է, բայց Դուգինը եկավ լրացնելու Սոլովյովին եւ ասում է հետ խորհրդային երկրներում պիտի թույլ չտալ, որ այդ երկրները լիարժեք անկախ լինեն, եթե չեմ սխալվում Լիտվայից կամ Լատվայից արդեն անգամ արձագանք է եղել։ Տեսեք, ասում է Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, այս երկրների նման երկրները լիարժեք ինքնիշխանության իրավունք չունեն, որովհետև իրենք կարող են օգտագործվել որպես պլացդարմ մեր երկրի դեմ։ Այսինքն այս հայտարարությունները այսպես պիտի կարդալ, ուղղակի առաջ անցնել եւ կամ Կոպիրկինին հրավիրել ԱԳՆ բողոքի նոտա տալ, թե սրանք հստակ մտահոգվելու տեղիք են տալիս, երբ մեր դաշնակից պետության լրագրողներ, հասարակական գործիչներ, քաղաքական գործիչներ հայտարարում են, որ Հայաստանը անկախության իրավունք չունի եւ այդ երկրին չի կարելի թույլ տալ անկախ լինել, որովհետեւ դա իրենց դեմ է, իրենց շահերի դեմ։ Ես կարծեմ երկրի պաշտոնական դիրքորոշմամբ արտաքին գործերի նախարարության խոսնակը մեկնաբանել էր այդ նմանատիպ խոսությունը եւ մեկնաբանել էր, որ դա պետության դիրքորոշում չի, յուրաքանչյուր երկիր իր ներքին քաղաքական եւ արտաքին քաղաքական ուղղությունը ինքն է որոշում եւ կարող է լինել ինքնիշխան ինչպես ուզում է։ Ես կարծում եմ սա գաղափարախոսական շրջանակում է այդ թեզը տարածվում եւ դա ոչ միայն վերաբերում է Հայաստանին, Վրաստանին, անգամ Ադրբեջանին, այլ գիտեք սովետական միության, հետսովետական բոլոր պետություններին եւ այդ գաղափարախոսության շրջանակներում ուղղակի վախ է սերմանվում հասարակությունների միջև, այ եթե այսինչ մեր ցանկություններին դեմ գնաք, օրինակ, չգիտեմ, մենք դեմ ենք, որ դուք ԵՄ Եվրամիության դեպի քայլեր անեք, այդ դեպքում մենք կարող ենք ինչ-որ գործողություններ նախանշել։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնական դիրքորոշմամբ նմանատիպ դիրքորոշում չունի, եւ ես հուսով եմ, որ վերջապես մեր ինքնիշխանությունը, մեր ինքնուրույն որոշումներ կայացնելու ցանկությունը եւ այն, որ մենք շատ անկեղծ քայլերի հաջորդականությամբ ենք արել, մենք երբևիցե կապերը չենք խզել կամ միանգամից չենք ասել մենք նեղանում ենք, գնում ենք մյուս կողմ, այդպիսի էմոցիոնալ որոշումների մասին չի խոսքը, այլ ինչպես օրինակ մեր հարևան կայսրության օրինակ Իրանի Հանրապետության հետ ենք մենք հարաբերություններ կառուցում, այնպես էլ պետք է Ռուսաստանի Դաշնությունը ընդունի մեր ինքնիշխան որոշումներ կայացնելու իրավունքը եւ հարաբերություններ կառուցի նմանատիպ մեթոդով։ Եվ Տիկին Մինասյան, գիտենք, որ Եվրամիությունը ստանձնել է նաև հիբրիդային պատերազմի դեմ պայքարի տրամաբանության մեջ Հայաստանին աջակցել, այդ իմաստով նաև ֆինանսական, նաև տեսանկյունից։ Նախ երբ կլինի այդ աջակցությունը եւ ինչպես է դրսևորվելու, որովհետեւ այդ հիբրիդային պատերազմի տարեր արդեն կան, այդ մասին խոսվում է ամենատարբեր բարձրաստիճան անգամ падգամավորների կողմից, որ մենք ամենօրյա ռեժիմով ենթարկվում ենք հիբրիդային այսպես հարձակումների, ինչպես է դրսևորվելու այդ աջակցությունը եւ երբ սպասել, որովհետեւ օրինակ որոշ ընդդիմադիր շրջանակներ, այդ թվում խորհրդարանական ընդդիմությունը մտահոգություն ունի, որ դա նաեւ կիրառվելու է իրենց դեմ, այդ կերպ փորձելու է զսպել իրենց, այնպես անել, որ իրենք հաջորդ խորհրդարանում տեղ չունենան։ Եթե իրենք հիբրիդային պատերազմի կամ հիբրիդային սպառնալիքի գործիք չեն, եթե իրենք չեն օգտագործվում պետության դեմ արտերկրից ուղղորդված քաղաքականությունների մեջ, ինչ մտահոգվելու բան ունեն։ Մի տեսակ տարօրինակ է ինձ համար նրանց մտահոգությունները, առնվազն պետք է չդառնալ այլ պետության գործիք Հայաստանում ներքաղաքական դաշտում։ Իսկ ինչ վերաբերում է ինչպես ենք տեսնելու, ես կարծում եմ արդեն այդ փոխանցումները կամ գործողությունները տեղի ունենում են, ուղղակի դրանք այդքան էլ հանրային չեն։ Օրինակ, երբ Հայաստանում գործող ֆակտ-չեք անող լրատվական ընկերությունները, կազմակերպությունները ավելի ակտիվ են աշխատում եւ ի ցույց են դնում հասարակությանը, թե ինչպես է աշխատում
հիբրիդային պատերազմը, ինչպիսի սպառնալիքներ կան, ինչպիսի բոտեր են ստեղծում, միջազգային փորձն է ուսումնասիրում, բերում օրինակ, թե ինչ նախաձեռնություններ են եղել, ինչպես են հասարակություններին մանիպուլացրել, այդ ամենը հենց այդ գործիքների արդյունքում է, եւ ես կարծում եմ, որ դրանից մենակ շահելու Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որտեղ հիբրիդային սպառնալիքը դա հիբրիդային պատերազմ է, ինչի է կոչվում պատերազմ, որտեղ սովորական պատերազմի ժամանակ մարդկանց սպանում են, իսկ հիբրիդային պատերազմի ժամանակ մարդկանց ուղեղն են սպանում։ Այստեղ պետք է շատ զգոն լինել այս կես տարվա ընթացքում, որովհետև հստակ լինելու են շատ հարձակումներ, մանիպուլացիաներ, վերնագրերի խեղաթյուրումներից սկսած մինչև կեղծ հայտարարություններ, ֆինանսական հսկայական միջոցներ են ուղղվելու դրա դեմ, որպեսզի հասարակական կարծիքը փոխվի եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը դրվի կասկածի տակ։ Նորից եմ կրկնում, այս ընտրությունները եւ այս նախընտրական հիբրիդային գրոհները միտված են Հայաստանի Հանրապետության անկախության եւ ինքնիշխանության դեմ։ Եվ նաև քաղաքասարակության մեղադրանքներից մեկը Տիկին Մինասյան այն է, որ այս իշխանությունները ժողովրդավարական գործիքներ է տալիս որոշ ավտորիտար ուժերի, որոնք նույն ժողովրդավար եղանակով ուզում են գալ իշխանության։ Եվ այստեղ կրկին քաղաքասարակության մեղադրանքներն են սրանք, ասում են, որ պիտի օրենսդրական ճանապարհով արգելվի այդ մարդկանց մուտքը ընդհանրապես քաղաքական process-ներ, նախընտրական շրջան, ընտրություններ։ Հիմա ինչ եք կարծում, արդյոք այս մեղադրանքները կիսում եք թե չէ եւ նախընտրական տրամաբանության մեջ կլինեն օրենսդրական փոփոխություններ, որ որոշ ուժեր, անհատներ, որոնք նաև աֆիլիացված են եւ կամ բիզնես կապեր ունեն այլ երկրների հետ, պարզապես հնարավորություն չունենան մտնել ընտրապայքարի մեջ։ Մեր օրենսդրությունը շատ հստակ է սահմանում, թե քաղաքացիության սուբյեկտ լինելը, թե նստակյացության ցենզոր, օրինակ ինչի Սամվել Կարապետյանը չի կարող լինել որևէ ուժի ղեկավար, որտեղ Սամվել Կարապետյանը Հայաստանի Հանրապետությունում չի բնակվել, ըստ մեր օրենքի 5 տարվա մեջ 3-ից ավել տարի կարծեմ, այդպեսին է ձևակերպումը, եւ այդ ձևակերպումները, որ տվեցին, պետք է արգելել հստակ օրենքով կոնկրետ քաղաքական ուժերի, ես չեմ կարծում, որ օրենք պետք է գրվել, ասել այս ուժերը չպետք է լինեն, որտեղ այդ մարդիկ ստեղծեն այլ ուժեր կամ այս մարդիկ չպետք է մասնակցություն ունենան, դա ավելի շատ մոտ է դիկտատուրային, քան ժողովրդավարությանը, ինչ վերաբերում է օրենք խախտելուն, երբ տեսնենք, որ այո, տարատեսակ մեխանիզմներ են հորինվում, օրինակ ֆինանսական միջոցներով քաղաքացիներին գայթակղելու, բայց այդ ֆինանսական թափանցիկության պարտավորությունը չունենալու, դրա սահմանափակումները նախորդիվ ասացի, որ հնարավոր է մեջբերենք։ Ինչ վերաբերվում է այդ ընտրության մասնակցությանը, ես մի փոքր ավելի լայն, եթե նայենք պատկերին, ես կարծում եմ, որ ցանկացած բան, երբ ստիպողաբար ճնշում ես, մի տեղից դուրս է գալիս հետո, այսինքն այդ ճնշումը բերում է հակազդեցության։ Եթե այդ մարդկանց թողում ես, որ ինստինկտյան իրենց խայտարակեն եւ դուրս գան քաղաքական դաշտից, որը տեսնում ենք այս տարիների ընթացքում, քաղաքացին այլևս տուրք չի տալիս այդ ամեն ինչին, շատ լավ գիտակցում է։ Ինքնաբերաբար կարող է տարիների ընթացքում քաղաքական դաշտը մաքրվի եւ իրապես առողջ ժողովրդավար ուժեր հայտնվեն խորհրդարանում։ Ես չեմ կարծում, որ դա ճնշման միջոցով պետք է լինել, այլ քաղաքացիները պետք է չընտրեն այդ մարդկանց, որպես ինքնաբերաբար այդ մարդիկ քաղաքական դաշտից մաքրվեն։ Եվ փորձում ամփոփել, արդյոք մտավախություն չկա, որ անգամ շատ լավ ծրագրերի դեպքում քաղաքացիական պայմանագրին չի հաջողվելու հավաքել բացարձակ մեծամասնությունը 50+1 ձայները նկատի ունեմ, որովհետև մրցակցության այնպիսի պայմաններ են, անունները շատ են վարչապետի թեկնածուները, այդ թվում Ուժեղ Հայաստան ուժը, որ արդեն գոյություն ունի, Արման Թաթոյան, Էդմոն Մարուքյան, ՀԱԿ-ը, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյանը դեռևս չի հայտարարել մասնակցել չմասնակցելու մասին, բայց Լևոն Քոչարյան խորհրդարանական ընդդիմությունը, որ այսպես ամբողջը կարծես թե տրամադրված է եւ իրենց ջանքերը ուղղելու են հենց ՔՊ-ի դեմ, այդ մասին նաեւ հայտարարել են անդակույց։ Հիմա այս պայմաններում արդյոք մրցակցության նման պայմաններում մտավախություն չկա, որովհետեւ մենք առնվազն տեսել ենք Գյումրու սցենարը։ Մենք առնվազն տեսել ենք ավելի դաժան իրավիճակում եւ ավելի դաժան հոգեբանական եւ զգացմունքային վիճակում 21 թվականի ընտրություններ եւ տեսել ենք, որ քաղաքացին ինչքան էլ որ ծանր իրավիճակում լինի, գնացել եւ ընտրել է իր անկախությունը, իր ինքնաշխանությունը եւ ընտրել է խաղաղությունը։ Այս իշխանությունը
մաքարելով, տառապելով, պայքարելով 5 տարի այս ցնցումների ենթարկվելով ներքաղաքական, արտաքին քաղաքական, մենք շատ ենք շուտ մոռանում ամեն ինչ, էլի 25 թվականի հունվարին 1 տարի առաջ ամբողջ հասարակությունը խոսում էր երբ է հարձակում լինելու, ապրիլին թե մայիսին։ Մեր ամբիոնից անընդհատ գուժում էին, որ հեսա հարձակվելու են, հեսա տալու են, Սյունիքը տալու են։ Մենք 1 տարի հետո ունենք ոչ միայն խաղաղության նախաստորագրված պայմանագիր, այլ նաև TRIP, որը մեր երկրի զարգացման լավագույն գրավականն է։ Մենք ունենալու ենք բաց սահմաններ, մենք ունենալու ենք բաց թոքերով Հայաստան, մենք ունենալու ենք զարգացող պետություն։ Ես չեմ կարծում, որ սա ամենը հնարավոր է չտեսնել եւ լսել լոզունգներ։ Քաղաքացին տեսնում է, որ ամեն օր դուրս է գալիս փողոց, իր դիմացի փողոցը, որը 40 տարի չէր սարքվել, սարքվել է։ Մանկապարտեզը, որ իր երեխան ամոթով էր տանում եւ զուգարան չէր կարողանում օրինակ երեխան գնալ, այդ մանկապարտեզը վերակառուցված է այնպեսին, ինչպեսին եվրոպական ստանդարտներով մանկապարտեզներն են լինում։ Չի կարող չտեսնել գյուղերում, որտեղ 50 երեխա կա, դպրոցների կառուցումը, որ երբևիցե չի եղել պետության, անկախ պետության շրջանում, այս ծավալի շինարարություն ու այս ծավալի աշխատանքներ։ Թոշակառուների հետ կապված, երբ հիշում ենք 2018 թվականին, թոշակը 16000 դրամ էր։ Հիմա միջին թոշակը 35000-ից բարձր է։ Այդ փոփոխությունները քաղաքացին չի կարող չտեսնել իր մաշկի վրա։ Թոշակառուների հետ կապված նաև 20% հետվճարի մասին կարող ենք խոսել։ Նպաստների համակարգը, աշխատավարձները, 2018 թվականին եղել է միջին աշխատավարձը 117-120 քանի հազար դրամ, հիմա 313 000 դրամ է հոկտեմբերի տվյալով 25 թվականի։ Ուզում եմ հասկանալ, այդ միջին աշխատավարձը պետությունում 200 000 դրամով ավելացնելու պարագայում երկրի բարեկեցությունը, ժողովրդի բարեկեցությունը չի ավելանում դրանից։ Հոգեբանական վիճակը գրոհվում է ամեն օր մեդիայով եւ այս ձեր նշած քաղաքական ուժերի խոսույթով, բայց հողի վրա, մաշկի վրա քաղաքացին չի զգում այդ փոփոխությունից, կարծում եմ զգում է եւ այդ ամեն ինչը չի կարող, անկասել է ուղղակի, չի կարող ուղղակի քաղաքացին անգնահատելի թողել եւ ասել ես վերադառնում եմ անցյալ ու նախկինին, որտեղ է ձեր նշած բոլոր ուժերը աֆիլիացված են նախկին իշխանությունների հետ եւ այդ նախկին ներկա խոսույթի տրամաբանության մեջ չեմ ասում, այլ գաղափարական արժեբանական եմ ասում։ Ես այդ թվերը, որ հիմա շեշտեցի, թող քաղաքացին համեմատի վերջի 2008-ից 18 թվականի փոփոխությունները, բանակում բարեփոխումները, զին տեխնիկայի արտադրության, ռազմարտունաբերության աճը, գիտության ֆինանսավորման աճը, այդ ամենը թող համեմատի վերջի 10 տարում 8-ից 18-ի եւ 18-ից հիմայի։ Ասենք տարբերությունը հսկայական է։ Եվ գաղափարական տեսանկյունից, քանի որ ասացիք գաղափարական եմ ասում, ինչի մասին են լինելու 26 թվականի ընտրությունները, որովհետև մենք հասկանում ենք, որ դա պարզապես քաղաքական իշխանություն ձևավորելու մասին չեն։ Դրանք շատ ավելի խորը լայն նշանակություն ունեցող ընտրություններ են։ Ինչի մասին են լինելու գաղափարական տեսանկյունից։ Եվս մեկ անգամ շեշտեմ անկախություն եւ ինքնիշխանություն։ Այդ ուժերը միավորվելով Հայաստանի Հանրապետությունը տանելու են գաղութացման ճանապարհով, ծայրագավառ սարքելու ճանապարհով, իսկ մենք անկախության եւ ինքնիշխանության կողմնակից ենք, բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության կողմնակից ենք, այդ նշանակում է քչերից կախվածությունը փոխարինել շատերից կախվածությամբ։ Իսկ կարծում եմ ծրագրերի տարբերությունը հսկայական է։